Ողջույն բոլորին, բարև իմ շատ սիրելի հետևորդներ, ինչպես եք։ Արագ աղցան եմ պատրաստում, այն որ ամեն ինչը պատրաստ է, մնում է կտրատես կամ խառնես իրար ու ստացի շատ համեղ աղցան, այդ աղցաներից ենք պատրաստում։ Անահիտին ասեցի, երևի 2 րոպե չի տևի այս տեսանյութը, արի արագ նկարենք, հետո նոր համ տեսենք։ Այսօր 3 հատ տեսանյութ ենք նկարում։ Շատ համեղ ճաշ, շատ համեղ աղցան եւ քաբլիտներ։ Այսօր մեր ընտանիքում հյուրերել են լինելու, այնպես որ համեղ ուտեստները պատրաստ են։ Սիրելիներ, կարմիր լոբիով, նախապես խաշված, արդեն ջրքամած վիճակում է։ Այս աղցանը հենց պետք է կարմիր լոբի լինի։ Շատ համեղ է ստացում կարմիր լոբիով։ Իդեպ կարմիր լոբին 300 գրամ է եփված վիճակում։ Իսկ եգիպտացորենը 150 գրամ է։ Արդեն եփված վիճակում, ինչպես տեսնում եք, պատրաստի վիճակում է։ Այստեղ ունենք կարմիր, չէ, նանջագույն, ինչ ասեցի, կարմիր ես էլ չգիտեմ, պղպեղ, սա ենք կտրատում։ Մեծ կտորներով, այսպես։ Քաղցր պղպեղ է։ Դուք կարող եք կարմիր օգտագործել, իդեպ այս աղցանը հենց կարմիրով է, կարմիր օգտագործեցի ճաշը եփելու համար, պետք է հակառակ անեի, դե ոչինչ, հիմա պղպեղը ստացվեց նարնջագույն աղցանի համար։ Վերջ, սա այսպես։ Հիմա պետք է ավելացնենք սոխ, կարմիր սոխ, դա էլ է շատ կարևոր։ Ուրիշ սոխը այդքան էլ համեղ չի։ Այս աղցանի մեջ հենց կարմիր սոխն է շատ համեղ լինում։ Լուսնաձև կտրատում ենք։ Իդեպ այս սոխը արդեն թարմ սոխ է, գարնանային սոխ է, շատ անուշ բույր ունի։ Ավելացնում ենք սոխը։ Հիմա մանրացնում ենք ընկույզը։ Մոտավորապես 100 գրամ ընկույզ է։ Սա էլ ընկույզը։ Ավելացնում ենք թարմ համեմ և թարմ կանաչ սոխ։ Իդեպ համեմն ու կանաչ սոխը իմ այգու բերքն է, վերջապես ես էլ եմ աճացրել, իմ այգում այսպիսի բաներ ունեմ, գոնե։ Մանր կտրատում ենք, այո, և կարմիր սոխ ենք ավելացնում, և կանաչ սոխ ենք ավելացնում։ Գարնանային, համեղ, վիտամիններով հարուստ աղցան է։ Հիմա աղ ենք անում, չոր ռեհան, շատ կարևոր է նաև այս մասը, բաց չթողնեք, չոր ռեհանը շատ կարևոր է։ Քացախ, իմ մոտ խնձորի, չէ, կներեք, խաղողի քացախ է, մոտավորապես 1 ճաշի գթալի չափով։ Եվ ես զեյթունի ձեթ եմ ավելացնելու, դուք ցանկացած, ինչպես որ սիրում եք։ Հիմա այս հրաշքը պետք է խառնենք։ Ամենակարևոր բաղադրիչը մոռացել էի, սիրելիներ, սև պղպեղը, որ ամենակարևորն է, չէ։ Այ հիմա մի լավ կխառնենք։ Ասեք, որ հրաշք է։ Գունագեղ, դել չեմ ասում, համը ինչքան լավ է լինել։ Սիրելիներ, մեր համեղ աղցանը պատրաստ է, պատրաստեք սիրով, պատրաստեք ձեզ սիրող մարդկանց համար, պատրաստեք նրա համար, ում դուք եք շատ սիրում, որովհետև ուտելիքը շատ կարևոր բան է մարդու ընտանիքի համար։ Ինչի համար եմ ասում, որովհետև սեղանի շուրջ է, երբ որ ընտանիքով հավաքվում եք միասին, չէ, երեկոյան քննարկում եք ցանկացած օր, ինչպես է անցել կամ հաջորդ օրվա պլանների մասին եք խոսում, իսկ եթե ուտելիքը համեղ չի լինում, սիրուն չի լինում, արագ ուտում եք եւ վեր եք չեք գնում։ Իսկ մենք օրինակ երեկոյան մի քիչ ավելի երկար ենք մնում սեղանին, նամանավան ես ու Անահիտը, մեր տղամարդիկ գնում են, հետո ես ու Անահիտը մի քիչ երկար ենք մնում, մի քիչ ավելի շատ ենք ուտում երեկոյան դրա պատճառով, բայց համեղ զրույցներ ենք անում, այնպես որ կարևոր է համեղ եւ գեղեցիկ ուտելիքը լինի միշտ սեղանին։ Հաջողություն բոլորին սիրելիներս, հիմա կհամտեսեմ ու կասեմ համն ինչպիսին է, չնայած շատ համեղ է։ Բավարարում էի, ընտիր է։